Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն ենք սկսում, իսկ մեր տաղավարում Տաթև Խաչատրյանն է, Արցախի մայրիկների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության համահիմնադիրը։ Տաթև, ողջույն։ Ողջույն, Մոնի։ Շնորհակալ եմ շատ, որ մեր տաղավարում եք այսօր, որովհետեւ շատ կարեւոր թեմայի ենք անդրադառնալու։ Իհարկե, այս տաղավարում հասցրել ենք խոսել 40+10 ծրագրի մասին այն ժամանակահատվածում դեռ երբ հստակ չէր, որ ամեն դեպքում դադարեցվելու է եւ խնդիրներ է առաջացնելու, բայց փորձել ենք քննարկել։ Հիմա կուզեմ ձեր տեսակետը հայտնեք, քանի որ ապրիլի 1-ից իրավիճակը վատթարանում է, կարծես թե ծրագիրը այն հունով չի գնում, որով պիտի գնար, ինչ է կատարվում եւ ինչի համար կառավարությունը այս ճանապարհով գնաց։ Շնորհակալություն շատ հրավերի, շատ կարևոր թեմայով ենք խոսելու, 40+10-ի հետ կապված նախ շահարկումները շատ են, այն մանիպուլյացիաները, որ իշխանությունների կողմից է արվում, շատերը դա մարսում են, որտեվ թեմայի մեջ չեն, բայց այսօր նաև այդ նպատակով ենք այստեղ, որ մի քիչ այդ միֆերը ցրենք, օրինակ ասում են, դե կառավարությունը մինչև երբ կարա 40+ տա, այսինքն իբր չկա այդ գումարը, դա է պատճառը, բայց ի հակադրում դրան ասենք, որ ժամանակին Արցախի հանրապետության վրա շատ ավելի մեծ գումարներ էր Հայաստանի հանրապետությունը ծախսում, բարձր բանակ եւ այլ պետական կառույցներ, հիմա դրանք այդ ծախսերը այսպես ասած կրճատվել են ցավոք սրտի 2023-ի Արցախի կորստի հետևանքով եւ դրանից շատ ավելի քիչ գումար է ստացվում 120,000 բռնի տեղահանվածներին ապահովելու համար, հատկապես որ 120,000-ին չի տրվում այդ գումարը, կարծում եմ 100,000-ի կարգի հաշվի առնելով, որ շատ-շատերին մերժել են տարբեր տեխնիկական հարցեր կարծես թե այդտեղ նույնպես առաջացել են 20 թվականից հետո գրանցում չկար ինչ-որ։ Այո, եթե ես ճիշտ կան մարդիկ մինչև հիմա, որ եւ չունեն բնակարան, եւ շահառու չէին 40+10-ի եւ հիմա այդ մարդիկ առանցն է կրիտիկական վիճակում էին, հիմա նրանց ցանկին ավելանում է այսպես շատ մեծ խոշոր թվով նաեւ բոլոր մյուս արցախցիները, իսկ պատճառն այն էր, որ վերջիներս այսպես ասած շահառու են 10 միլիոն 2020-ից հետո ծրագրի, որի մասին իրենք տեղյակ չեն եւ մարդը իր տեղեկատվական իրավունքը չիրացնելու հետևանքով, որի մեղավորը ինքը չէ, միևնույն է փողոցներում է հայտնվել, որովհետեւ ասում են դե մենք չգիտենք, դե հիմա դուք շահառու եք եւ վերջ, սա շատ բարդ խնդիր էր, բայց դրանից 1000 անգամ բարդը հասունանալու է ապրիլի 1-ից հաշվի առնելով, որ մարդիկ ստիպված են լինելու հայտնվելու են փողոցում եւ ստիպված են լինելու մեծ մասը արտագաղթել, հաշվի առնելով, որ պայմանական Վոլգոգրադում տուն վարձելը շատ մի քանի անգամ ավելի շահավետ է, քան Հայաստանի Հանրապետությունում, այնինչ դա մարդկանց համար անընդունելի է, Արցախի ժողովուրդը, այդ թվում նաեւ իմ ընտանիքը, մենք ուզում ենք մնալ մեր մեծ հայրենիքում եւ պայքարել մեր փոքր հայրենիք վերադառնալու իրավունքի համար, իսկ այս պարագայում այդ իրավունքը հենց կառավարության թեթև ձեռքով միանգամից կտրվում է, առանց այն էլ տեսնում եք իրենց կառավարական համակարգում ոչ մի արցախյան պոզիցիա չունեն, ավելին օրինակ մարդկանց խոշտանգման, տարբեր տեսակի մարդկության դեմ հանցագործությունների մասով բոլոր գործերը հետ են կանչում եւ չեն խոսում ընդհանրապես արցախահայության իրավունքների անունից եւ այլ, ստացվում է եւ իրենք չեն խոսում եւ ստեղծում են այնպիսի պայմաններ, որպեսզի մենք եւս չկարողանանք, այսինքն չեմ կարծում, որ Պորտուգալիայից ավելի հեշտ կլինի պայքարել վերադարձի իրավունքի համար, քան մայր հայրենիքից, որտեղ քո լեզվական միջավայրն է, քո պատմական միջավայրն է եւ մյուս բոլոր բաները։ Տաթև, իսկ հետաքրքիր է իրականում այս ծրագիրը, եթե փորձենք օրինակներով խոսել, ինչ խնդիրներ է ինքը լուծել, այ ասում եք, որ եթե ծրագիրը դադարեցվում է, շատերը կարող են դրսում մնալ, վարձի խնդիր է առաջանում, արդյոք օրինակներով կան, որ հիմնականում կան մարդիկ, ովքեր իրենց եկամուտի այս կարևորագույն մասը հենց սրանով են ապահովում։ Այդ մասով կուզեմ ասեք, ու ինչ իրականում պիտի անել այս դեպքում, եթե կառավարությունը զիջումների չի գնում։ Ոչ թե կարող են հայտնվել, այլ միանշանակ հայտնվելու են, ինչու, եթե խոսում են Երևանից ու մերձակա բնակավայրերից, ապա մարդիկ ստանում են պետության կողմից տրվող այդ 40+10-ը, ավելացնում են որոշակի գումար եւ փակում են տան վարձը։ Ինչ մնում է ավելի դեպի, եթե սահմանամերձ գնանք, որտեղ չկա աշխատատեղեր,
մարդիկ վերցնում են այդ 40+10-ի մի մասը տալիս են վարձի, մյուս մասով ծերին են հասցնում։ Այսինքն եւ մարդիկ, ովքեր ունեն Երևանում աշխատանք, մնում են առանց ծածկի, եւ նրանք, ովքեր նախընտրել են օրինակ ապրել գյուղական միջավայրում, սահմանամերձ միջավայրում, նրանք եւս միանգամից զրկվում են բոլոր տեսակի գումար հայթայթելու տարբերակներից։ Ինչու պետք է 40-10-ը շարունակվի։ Դա նրա համար չէ, որ Արցախահայությունը ուզում է անդադար ստանալ այդպիսի աջակցություն, ավելին, շատ շատերիս համար դա շատ ցավալի, ինչ որտեղ նվաստացուցիչ բան է։ Մեր նպատակը 40+10-ը հավերժ ստանալու մեջ չէ։ Մեր նպատակն այն է, որ վերջի վերջո բարելավի բնակապահովման ծրագիրը, որը հիմա, ինչպես տեսնում եք, ձախողված վիճակում է, հաշվի առնելով հենց պետական ստատիստիկան, թե ինչքան քիչ մարդ է վերցրել սերտիֆիկատ, եւ դրանից մի քանի անգամ ավելի քիչը հնարավորություն ունեցան իրացնելու։ Հիմքում ի՞նչն է դրա։ Տեխնիկական հարցեր կան, թե կան եւ տեխնիկական, եւ հենց ի սկզբանե մտածված, հենց չգիտեմ, կարելի է միջև անգամ կարելի է այդտեղ դավադրություն տեսնել, որովհետև ես չեմ հասկանում, ինչպես կարելի է տրամաբանությունից դուրս ծրագիր մշակել, որը միջին վիճակագրական ընտանիքը, ել չեմ ասում առանձին խմբեր, որ շատ լուրջ խնդիր ունեն, նրանց մասին չեն կարողանում օգտվել։ Օրինակ, ինչ են իրենք մեզ առաջարկում։ Իրենք առաջարկում, նախ իրենք հերքում են, ասում են, ինչու եք մանիպուլացնում, մենք չենք դադարում 40+10, իրենք իբր ձևաչափն են փոխում, իբր սահմանափակում են դաստացողների քանակը, այդ գումարի քանակը եւ այլն, այո, բայց եթե դա մարդերենով ասենք, դա նշանակում է ծրագրի դադարեցում, որտեվ այն խեղկատակությունը, որ ներկայացում է որպես դրա շարունակություն, այսպես ասած կրճատված ձևով, դա ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև միևնույն է մարդը կանգնած է նույն խնդրի առաջ, այսինքն առանց գլխավերևում ծածկ ունենալու։ Արցախյան միջավայրի համար շատ վստահելի մեկը, ուղղակի քանի որ մասնավոր զրույցի ժամանակ է եղել, ես չեմ ճշտել դա ինչքանով է հանրային, դրա համար անունը չեմ տալիս, բայց հիմնականում ինչպես են հիմնավորում իրենց այս որոշումը իշխանությունները, նրանք ասում են, որ իբր մարդիկ սոցիալական ասեղի վրա են նստում, չեն ուզում աշխատել եւ այլ եւ այլ։ Մյուս կողմից ներկայացնում են ստատիստիկա, կոմֆորտ զոնա, այսպես ասած, ստեղծում ըստ իրենց։ Իբր, բայց հաշվի առնելով, որ մարդիկ մի հատ էլ աշխատում են, հավելյալ գումար են ավելացում իրենց տված գումարին եւ տալիս են տանտերին, դա լրիվ անտրամաբանական սուտ եւ ստվեր գցող Արցախահայության վրա խտրական վերաբերմունք ձևավորելու շատ լավ պարարտ հող է, որտեվ դա բացարձակ սուտ է։ Մյուս կողմից վերջերս սոցիալփոխնախարարը ասեց, որ իբր մի զանգված կա, ով 2 միլիոնից մինչև 9 միլիոն դրամ գումար է ստանում եւ այլ եւ այլ։ Ես պատկերացնում եմ, որ եթե անգամ գոյություն ունեն նման մարդիկ, թող դա լինի, չգիտեմ, մի քանի տասնյակ, բայց չի խոսվում այն հազարավոր այլ ընտանիքների մասին, որտեղ չի հասնում անգամ աշխատավարձը 150,000 դրամ։ Եվ ծրագիրը կարելի էր այնպես կազմել, որ իրականում սահմանափակում լիներ հենց այդ 2 միլիոն ստացողների համար եւ ոչ թե մյուս գոնե 80% կամ 90%-ի համար։ Այո, իսկ հիմա իրենք առաջարկում են, որ դե մենք գնահատականներ, մենք կգնահատենք մարդկանց վիճակը եւ նրանք, ովքեր կլինեն այսպես աղքատության շեմին, մենք իրենց համար մեկ այլ սոցիալապես անապահովների համար ծրագիր են մշակել եւ դա կաշխատեցնենք։ Սա էլի աբսուրդ է, որտեղ բերել փախստականին եւ հավասարի նշան դնել սոցիալապես անապահովի միջև, դա փախստականի կարգավիճակը նվաստացնող, փախստականի անցած այդ բարդ ճանապարհը, այդ ցավոտ անցյալը զրոյացնելու ձև է իմ կարծիքով եւ դա անընդունելի է։ Եվ այսօր Արցախահայության հանդեպ այն բոլոր բացասական երևույթները, որ տեղի են ունենում, այդ ամբողջը միայն, եթե ոչ միայն իշխանությունների շնորհքով է, ճակերտավոր ասած, բայց գոնե մեծ մասամբ հենց իրենց փափուկ թեթև ձեռքով է դա տեղի ունենում։ Այն պատկան մարմինները, ովքեր Արցախի բոլոր հարցերում միշտ միջամտել են, ներկա են եղել, Արցախից են վերադարձել այստեղ ու կարծես թե շարունակում են գործունեություն ծավալել։ Ինչ են ասում այդ մարդիկ իրականում, որովհետև պատասխանատվության զգալի մասը նաև իրենց ուսերին է, իրենք են անմիջական իշխանությունների հետ շփման մեջ ամենօրյա ռեժիմով կամ գոնե օրու մեջ, չգիտեմ,
Ինչ լուծում են պատկերացնում այս հարցին, եթե չթողնենք միայն հանրության ուսերին, էլի հարցը։ Դե երևի սկսենք նրանից, որ Հայաստանի իշխանությունները բացարձակապես մերժում են Արցախի իշխանություններ ասվածը, իրենց համար նման կատեգորիա գոյություն չունի եւ նրանք նմանատիպ երկխոսության մեջ չեն մտնում, անդադ խոսում են ինչ որ թալանի մասին, որ տեղի է ունեցել Արցախում սույն մարդկանց ձեռամբ, բայց մինչեւ օրս չկա որևէ քրեական հետապնդում իրենց նշած ենթադրյալ հանցագործների հանդեպ, որը ինձ մոտ մեղմ ասած կասկածի առիթ է տալիս, եթե մեղավոր են, եթե դուք այդքան վստահ եք, որ այդ մարդիկ հանցագործներ են, որ այդ մարդիկ քերել են պետբյուջեն եւ այլն, ինչու ոչ մի բան չի արվում։ Հիմա միջին վիճակագրական մարդը կարող է չէ մտածել, որ դե երևի միասին է կարել այդ ամեն ինչը իմաստը անդադար շեշտը դրա վրա դնելու, եթե միևնույն է դրան որևէ օրենսդրական հետապնդում դրանից հետո չի լինելու, անընդհատ ուղակի իրենց բաժին մեղքը բարթել Արցախի իշխանությունների վրա, դա է միակ նպատակը, այսինքն իբր դե իրենք ինչ մեղավոր են, իրենք ինչ են արել, Արցախի իշխանությունները հանձնել են Արցախը, կներեք էլի, ես չեմ հիշում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ որևէ արցախյան պետական գործիչ նախագահի մակարդակով թեկուզ ինչ որ բան ստորագրած լինի, ցանկացած բանակցությունները տարիների վեր տարվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այդտեղ որևէ չկա փաստաթուղթ, որտեղ Արցախի իշխանությունները ստորագրած լինեն, իրենք հիմնականում շեշտադրում են այն, որ մարդկանց անվտանգ դուրս բերումը նուչակերտներով անվտանգ, որտեղ շատ դեպքեր գիտենք խոշտանկման, որտեղի են ունեցել այդ ընթացքում, դրա գինը եղել էր ինչ որ կեղծ փաստաթուղթ ստորագրելը Արցախի նախագահի կողմից, այն իմաստով կեղծ, որովհետև եթե ճնշման ներքո փաստաթուղթ է ստորագրվում, դա չի կարող համարվել լիարժեք փաստաթուղթ, փաստաթղթերը չեն կնքվում բռնության պայմաններում, վախի մթնոլորտում եւ այլ եւ ինձ համար կոնկրետ միանշանակ տրամաբանական է ցանկացած բանի տակ ստորագրել, եթե խոսքը գնում է 120,000 մարդու բնաջնջման մասին եւ բերել դա հիմա ասել, որ Արցախի իշխանությունները կործանել են Արցախը, դե հիմա էլ թող պատասխան տան եւ այլն, դա պատասխանատվությունից փախչելու ձև է։ Վերջի վերջո անկախության հռչակագրում սևով սպիտակի վրա գրված էր, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի բնակչության անվտանգության երաշխավորն է, որտեղ մնաց այդ ամեն ինչը, ես ուղղակի չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Այդ հարցի պատասխանը ես էլ չգիտեմ, դժվար է գտնել այս պահին իրականում, բայց նաև հարցի են մյուս մասը, թե Արցախի նախկին իշխանությունները եւ պատկան մարմինները ինչպես են զբաղվում այս հարցով, կուզեմ այդ մասով էլ անդրադառնալ։ Ինչքանով ես եմ տեղյակ, այդ այսպես ասած իշխանությունները այդքան էլ գործելու սահմաններ չունեն, հաշվի առնելով, որ լծակներ չունեն նախ եւ երկրորդ, եթե անգամ օրինակ ինչ որ հասարակության կողմից, Արցախյան հանրության կողմից բարձրացվող ինչ որ հարցերի ժամանակ պատգամավորները կամ նախագահը ինչ որ հայտարարությամբ են հանդես գալիս, դրանից հետո տեսնում ենք, որ ինչ որ պարզվում է, որ ինչ որ մեքենա է անօրեն այստեղ հասել եւ ինչ որ գալիս ստանում են, այսպես տարբեր ձևերով պրեսինգ է արվում այն մարդկանց վրա, ովքեր նույնիսկ արդեն չունենալով ինչ որ լծակներ փորձում են էլի շարունակել ինչ որ չափով իրենց պարտքը կատարել, դրա համար իմաստ չկա պահանջել, օրինակ ես ինչ կարող եմ պահանջել նախագահ Շահրամանյանից, ինչ 40+10 նա է տալիս, կարող եմ իրենից վերցնել դա, եթե հա ես կգնամ ու իրենից կպահանջեմ, չեմ կարող, չէ։ Բայց իրենք պիտի ինչ-որ չափով լուծեն, չէ, հարցերը։ Օրինակ ինչ լծակներով, ես օրինակ եթե իմանամ, թե ինչ լծակներով Արցախի մնացյալ իշխանությունները կարող են հարց լուծել, ես սիրով կգնամ եւ կդիմեմ, կպահանջեմ, կստիպեմ, որ նրանք դա անեն։ Օրինակ, ինչ կարող են անել։ Միջամտություն, որ փորձեք փոխել այս ծրագիրը, չեմ ասում, ուղղակի բռնություն գործադրել, գործադրել։ Ես դառնել եմ պատրաստ, եթե հասկանամ ձևը, էլի, ինչ կարող են անել։ Իրականում ինչ ընդունակություններ ունեն եւ ինչ լծակներ ունեն։ Ես այսպես չգիտեմ իրականում։ Չկա նման բան պարզապես։ Այս ծրագիրը տեսանելի չէ, չի ներկայացվում այդ ամենը, ինչ էլ որ ներկայացվում է, չգիտեմ որքան տոկոսն է իրականությանը համապատասխանում, որքան ոչ, ուղղակի հասկանալի է, որ այդ մարդիկ պատասխանատվության իրենց բաժինն ունեն։ Իհարկե, միանշանակ։ Հայաստանի իշխանությունների զուգահեռ իրենք պիտի հնարավորին ճնշումների միջոցով, անընդհատ խոսքի միջոցով, չգիտեմ, փորձեն այդ հարցը տանել լուծման։ Եթե սա լիներ օրինակ միջազգային
ինչ որ մարմնի պատասխանատվություն եւ այլ, ես կհասկանամ, որ այո, այստեղ պետք է եւ Հայաստանի իշխանությունները մաքսիմալ ջանք գործադրեն եւ Արցախի իշխանությունները մաքսիմալ ջանք գործադրեն, բայց հստակ հիմա պատասխանատուն այս որոշումը կայացնողը Հայաստանի իշխանություններն են եւ նրանք որոշել են, որ դա դադարեցնում են։ Ինչ ակնկալ եմ ես Արցախի իշխանություններից, որ ինչ անեն, եթե նույնիսկ չեն երկխոսության չեն գնում, այդ մարդկանց չեն ընդունում, բոլոր առիթներով, չգիտեմ, որտեղ ինչ միկրոֆոն տեսնում են, հնարավորինս մեղադրանքներ են աչու ձախ շպրտում եւ չկա որևէ ձև բարձրաձայն այդ մարդիկ դա հայտարարում են, որ չունեն խոսելիք Արցախի մնացյալ այս իշխանությունների հետ։ Եվ ընդհանրապես, եթե անկեղծանանք, այնպես չի, որ Արցախյան հանրությունը այսպես ընդունում է իրենց իշխանությունները եւ այլն, եթե հիշում ես բլոկադայի պայմաններում, չգիտես ինչպես իշխանափոխություն եղավ, օրինակ, ես չեմ ընտրել այն նախագահին, ով հիմա ներկայանում է։ Ես չգիտեի ընդհանրապես ինքը ով է, հետո այսպես post factum իմացանք, թե ինչ ճանապարհ անցած է եւ այլ, այսինքն հիմա բերել ու դա ներկայացնել այս տրամաբանության մեջ անիմաստ է, էլի ժողովուրդը, այսպես ասած, չհասցրեց նույնիսկ հասկանա, թե ով է այս նոր նախագահը։ Հասկանալի է։ Ձեր անելիքները հիմա այսպես է իրավիճակը, մենք մեր ՀԿ-ի շրջանակում ուզում ենք մայրիկներով ինչ որ ցույցեր անել եւ ասել, գիտեք, որ մենք մեր երեխաների հետ շուտով մնալու ենք դրսում, դուք ինչ լուծում եք առաջարկում, գուցե ձեր ապարտամենտներն ուզում եք մեզ տալ, դուք ժամանակավոր այսպես մեր կարգավիճակում հայտնվել, տեսնել ոնց են անում, մի հատ մենք էլ կողքից տեսնենք, սովորենք կամ ինչ, հետո տեղեկացանք, որ արցախյան այլ ՀԿ-ներ նույնպես ինչ որ մտքեր ունեն այս առիթով եւ ՀԿ-ներով հավաքվեցինք ու հասկացանք, որ միասին պետք է ինչ որ մի բան նախաձեռնել, որ հնարավոր չէ այսպես թողնել իրավիճակը, որովհետև ասում եմ թիվ 1 արտագաղթ, թիվ 2 վերջնական կորուստ վերադարձի իրավունքի, որը անթույլատրելի է։ Եվ ինչպես արդեն գիտեք, մարտի 29-ին ժամը 15:00-ին կսկսվի հավաք, որը ես հույս ունեմ, որ չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև այդ ապիկար որոշումը իշխանությունների կողմից չի փոխվի։ Թող 40+10 չլինի, բայց դրա փոխարեն լինի հնարավորություն բնակարանային ծրագրից օգտվելու։ Այս պահի դրությամբ դա գրեթե, չգիտեմ, անհասանելի ինչ որ բարձունք է։ Պարզ է, չէ, որ ցանկացած մարդ ուզում է ինչ որ կայունության թիվ 1 պայմաններից մեկը ունենալ մշտական բնակության հասցե, ոչ թե անդադ մի տնից մյուսը տեղափոխվել, անդադ ինչ որ խնդիրների մեջ հայտնվել, այսինքն Արցախի ժողովուրդը անտրամաբանական քայլեր չի անում, Արցախի ժողովուրդը իսկապես ուզում է ունենալ պայմաններ, ունենալ նորմալ միջավայր, որտեղ արդեն հնարավոր կլինի բացի օրվա հաց լուծելու խնդրից զբաղվել նաև այլ հարցերով, այո, էլի նորմալ կարգավիճակով։ Դա թեև հետաքրքիր է, արտագաղթի մասին դուք նշեցիք, ինչ որ տվյալներ ունեք կամ ձեր այսպես կողքից նայելով, արդյոք 20 թվականից հետո, 23 թվականից հետո ինչ որ տեմպը քչացել է, թե ամեն դեպքում ֆինանսական խնդիրները այսպես խեղդելով մարդկանց ստիպել են, որ արտագաղթի թվերը մեծանան, ինչ է կատարվում այդ մասով։ Ցավոք սրտի արտագաղթ եղել է նույնիսկ 23-ից հետո, երբ որ կար այդ 40+10-ը, մարդիկ մի մասը չէին կարողանում իրենց գտնել, մի մասը չէին կարողանում չընդունված լինելու հանգամանքի հետ հաշտվել, ասում էին լավ է գնամ օտարության մեջ օտար լինեմ, քան իմ հայրենիքում օտար լինեմ եւ այլն, այսինքն այդ պայմաններում անգամ արտագաղթ եղել է։ Բայց օտարությունը այստեղ զգացել է արցախահայությունը։ Զգացել է ու ցավոք սրտի շատ դեպքերում շարունակում է զգալ, իհարկե սա չի նշանակում, որ Հայաստանի ժողովուրդը վատն են կամ չգիտեմ ինչ, պարզապես կա պրոպագանդա մինչև իսկ իշխանական մակարդակով, որը ցավոք սրտի ազդում է շարքային մարդու վրա, այդ բոլոր միֆերը դառնում է այդ միֆերի կրողը եւ ցավոք սրտի սկսում է խտրական վերաբերմունք դրսեւորել իր հայրենակցի հանդեպ, իհարկե սա չի վերաբերում պրոպագանդայի դեմ ինչ որ իմունիտետ ունեցողներին, ես ունեմ հիանալի ընկերներ հայաստանյան հանրությունից, որ երբեք միակ դրական բանն են 2023-ից հետո իմ կյանքում, որ ինչ որ նոր հարազատ մարդիկ, ովքեր իմ կողքին են, բայց ես գիտեմ, որ դա
այսպես իմ փոքրիկ բխբջակի մեջ է, որտեվ ես նաև ունեմ հասանելիություն ամեն դեպքում համացանցի ու ցանկացած ինչ որ արցախյան լրատվության, Արցախյանը վերաբերող հարցերում ինչ որ տակը գրում են, դե հանձնեցիք եկավ, մերն էլ հանձնենք եւ այլ եւ այլ, իհարկե շատ կարծիքներ կան, որ իբր սրանք ֆեյքեր են եւ այլն, իհարկե ֆեյքեր եւս կան, բայց հստակ նույնիսկ պաշտոնյաներ բազմից տեսնում ենք բարբերաբար արդեն լրատվամիջոցներն էլ են դրա մասին խոսում, թե ինչ մակարդակի պետպաշտոնյաներ են արցախատիացություն քարոզում, ինչև իսկ ինչպես գիտենք Ալեն Սիմոնյանը, ով երկրի թիվ երկրորդ դեմքն է, արժանախագահն է, բայց չի տարբերվում շարքային կիսագրագետ ֆեյք մտածողությամբ օկտատերից։ Շատ լավ, քանի որ առիթը ստեղծվել է, մենք զրուցում ենք ու հիմնականում ծանր հարցեր ենք զրուցում, փորձենք այդ շարքը փակել, փորձելով հնարավորին անդրադառնալ բոլոր հարցերին։ Տիգրան Ուրուբաբյանը, որը վերջին շրջանում կրկին բռնությանի ենթարկվեց, չհաշված մյուս բռնության հարցերը, որոնք եղել են թե հոգեբանական եւ թե ֆիզիկական, այս մարդը պատերազմին մասնակցած կորուստներով մարդ է, ով հիմա միայնակ է ապրում, սեփական կարիքները հոգալով ու ոստիկանության կողմից կարծես թե ինչ-որ բռնության է ենթարկվել։ Ինչ ինֆորմացիա ունեք ձեզ ինչ է իրականում հասել եւ ինչու է սա տեղի ունեցել, ինչն է պատճառը, հիմքում ինչ կա։ Սա շատ ցավալի դեպք է, իհարկե մի մասը կասկածում է, որ դա նրա արցախցի լինելու հանգամանքով է պայմանավորված, գուցե դրանից էլ ինչ-որ չափաբաժին կապ ունի, բայց քիչ չեն դեպքերը, երբ մարդը արցախցի չէ, ընդհանրապես կապ չունի, արցախյան նույնիսկ գուցե արմատել չունի, բայց նույն ձև խոշտանգումների է ենթարկվում, այստեղ ավելի շատ համակարգային խնդիր է, բացարձակ անօրինության պայմաններ է, այսինքն եթե ոստիկանները կարողանում են իրենց իրավունք վերապահել այն մարմինով, պետք է հանրության անվտանգությունը ապահովի, հակառակը ճնշումներ է գործադրում, խոշտանգում է եւ այլն, սա խայտարակություն է, որի դեմ Տիգրան Ուրուբաբյանը որոշել է դուրս գալ, այսինքն այն, որ նրա վրա թքել են, ինչպես ինքն է փաստում, այն, որ իրեն ծեծել են, այն, որ նվաստացրել են եւ այլն, շատ դեպքերում հնարավոր է, որ մարդու համար դա այնքան ամոթ լինի, որ նա չբարձրացնի, բայց բարձրացնելով այդ հարցը, այն է, որ մենք ամբողջ օրը խոսում ենք, թե Բաքվի բանդում ինչպես են վարվում ռազմագերիների եւ ռազմական էլիտայի հետ, դա հասկանալի ամոթ է, բայց այս մեկը մեզ համար անհասկանալի ամոթ է, նա քո թշնամին է, բնական է ինչ որ տեղի է ունենում, նու բնականը ճակերտների մեջ, բայց սпасելի է գոնե։ Ստանդարտ մոտեցում այսպես ասեմ։ Այո, բայց երբ որ մարդ իր հայրենիքում է նման վերաբերմունքի արժանանում, դա խայտարակություն է եւ ցավն այն է, որ հանրային մարդը բարձրաձայնել է, աղաղակել է, որ կա խնդիր եւ շատ ուշացել է գործի հետաքննությունը, երբ որ ժամանակին պետք է դատաբժշկական մի հատ ստուգում անել եւ հասկանալ կան արդյոք այդ մարդու վրա խոշտանգման հետքեր թե չէ, ովքեր են եղել այդ մարդիկ, որոնց մասին ինք խոսում է, ովքեր իրեն ստիպողաբար պահել են բաժնում, բռնությունների են ենթարկել տարբեր հոգեբանական եւ ֆիզիկական հայհոյել են նրա այն հարազատներին, ովքեր պատերազմում են զոհվել եւ հանուն նաեւ այդ ոստիկանների ընտանիքի, երևի իրենց միակ հույսը այն էր, որ մարդը միայնակ է, ընտանիք չունի, լրիվ մենակ է մնացել եւ գուցե ձայն չհանի, բայց շնորհակալություն Տիգրանին, ինքը շատ կարեւոր գործ է արել չամաչելով եւ այդ մասին բարձրաձայնելով եւ մենք որպես հասարակություն պարտավոր ենք մինչեւ վերջ կանգնել Տիգրանի կողքին ու հասկանալ թե ինչքան խորն են մեր խնդիրները օրենսդրական համակարգում եւ փորձել կամաց դրանք լուծել, որովհետեւ Տիգրանը ընդամենը մեկ օրինակ է գուցե 100 հազարավոր դեպքերից, որոնց մասին մենք այդպես էլ չենք լսում եւ այն քիչ դեպքերից է, որոնց մասին լսում ենք։ Հիմա ավելի շատ, ինչպես տեսնում եք, օրենքը դարձել է ինչ որ պատժիչ մեխանիզմ իշխանությունների համար ոչ ցանկալի մարդկանց պատժելու համար, որն անընդունելի է, որը ես իհարկե հիմա գիտեմ, որ շատերը ովքեր ասում են դե անդադ իշխանություններին է բան ասում, առաջներում չի եղել եւ այլն, առաջներում էլ է եղել։ Դե եթե առաջներում եղել է, դե եկեք թողնենք, բայց այլ խոստումներով են եկել իշխանությունները։ Պիտի դա չմոռանալ։ Դա եկել են, որ իբր դա ծածկեն, լրիվ այլ հասարակություն ստեղծեն, այլ պայմաններ լինեն մարդկանց համար, մարդիկ ազատ խոսեն, մարդիկ ազատ ապրեն, բայց հիմա ինչ է կատարվում, ինչ որ ստատուսի համար մարդկանց տանում են, բանտերն են նետում, չգիտեմ, մարդուն խոշտանգում են զուտ նրա համար, որ ունեն կասկածներ, որ նա է արել, ինչ է նշանակում, ասա որ դու ես արել ու խոստանում են քեզ
քեզ հետ ոչ մի բան չի լինի։ Դա է ձևը։ Մենք գողական բարքեր ենք, թե մենք պետություն ենք, որ ունի օրենսդրական համակարգ եւ հստակ կանոններ նման դեպքում կասկածյալի հետ շփվելու։ Շատ բարդ իրավիճակ է իրականում ստեղծված, անելանելի կարծում եմ, չհաշված նաև մյուս բոլոր հարցերը, թե սահմանին, թե չգիտեմ փաստաթղթերի հետ կապված, որոնք քննարկում են, եթե ինչ-որ հավելում ունեք կոչ հայրենակիցներին, չգիտեմ, իշխանություններին, ընդդիմությանը, ովքեր կարող են ինչ-որ մի բան անել, խնդրեմ Տաթև։ Իհարկե կոչս միայն նա է, որ 29-ին միայն արցախցիների չտեսնեմ հանրապետության հրապարակում, ես շատ կուզեմ, որպեսզի իմ հայաստանյան ընկերները եւ ոչ միայն ընկերները, այլ այլ մարդիկ, ովքեր հասկանում են, թե սա ինչի կարող է տանել, մտահոգ են Արցախով, մտահոգ են նրանով, որ մի օր Արցախը էլի հայկական լինի, այլ ոչ թե ռոպագանդայի զոհ են դարձել եւ մտածում են, որ Արցախը ուռուցք էր, որից ազատվեցին եւ չգիտես ինչու այդ ուռուցքից հետո հիմա նոր այսպես ասած ուռուցքներ ունենք իդեմս Սյունիքի, Տավուշի եւ այլն, բոլոր այդ մտահոգ մարդկանց խնդրում եմ միանալ եւ միջև վերջ մեզ հետ պայքարել, մենք չենք ուզում հեռանալ մեր հայրենիքից, մենք ուզում ենք ապրել այստեղ եւ պայքարել մեր վերադարձի իրավունքի համար։ Ապրել արժանապատիվ։ Ապրել արժանապատիվ։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ գործարարալիքի եթերում թարմ ուղեղով զրույցներ, իսկ իմ զրուցակից Տաթև Խաչատրյանն էր, Արցախի մայրիկների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության համահիմնադիրը։ Իսկ ձեզ համար աշխատում էր Մոնիկա Մամյանը, կհանդիպենք։